Ցայք հեռուստաընկերության եւ ռադիոհայի ուղիղ եթերում ազդարար լրատվականն է, տաղավարում աշխատում է Ելենա Ավետիսյանը, բարև ձեզ։ Կարևորի մասին նախ համառոտ։ Ապրիլի 19-ի երեկոյան փլուզում է գրանցվել Աշոտքում, փլվել է 4 հարկանի բազմաբնակարան շենքի առաջին մուտքի աստիճան ավանդակը, ելնելով դեպքի պահին Շիրակի մարզի փրկարարական վարչության տեղում Նասիրության եզրակացություն Գյումրիում ասուլիս հրավիրել եւ երկրի Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի մասին իրենց կարծիքն են հայտնել նախախորհրդարան նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասյանը, Սարդարապատ նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, նախաձեռնողի համակարգողի օգնական Սյուզաննա Սիմոնյանը եւ նախախորհրդարան նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանը։ Prof Production-ը Ցայք հեռուստարադիոընկերության հետ համատեղ կազմակերպել է հանդիպում սիրված ու անվանի երաժիշտ երգահան Արա Գևորգյանի հետ։ Նմանօրինակ հանդիպումները անվանի մարդկանց հետ արդեն 1 տարուց ավելի է, ինչ կյանքի է կոչվում շնորհիվ այս համագործակցության։ Որոշակի ընդմիջումից հետո նորից իր դռներն է բացել Գյումրու մարզահամալիրի ծածկած լողավազանը։ Տնօրինությունը համոզված է, որ շատ արագ իրենց առաջատար սաները կմտնեն համապատասխան մարզավիճակի մեջ, քանի որ առջևում Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններն են։ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության առաջին 2 նախարարներին նշանակելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, նա Էդվարդ Նալբանդյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, իսկ Սերյան Օհանյանին պաշտպանության նախարար։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի որոշմամբ էլ Հայաստանի Հանրապետության վարչապետ էր վերանշանակվել Տիգրան Սարգսյանը։ Գյումրիում ասուլիս հրավիրել եւ երկրի Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի մասին իրենց կարծիքն են հայտնել նախախորհրդարան նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասյանը, Սարդարապատ նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, նախաձեռնողի համակարգողի օգնական Սյուզաննա Սիմոնյանը եւ նախախորհրդարան նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանը։ Հիմա Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ հնարավոր չէ անտարբեր մնալ եւ մենք որպես նախախորհրդարան նախաձեռնության ներկայացուցիչներ պետք է անդրադառնանք թեմային, քանի որ մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին եւ պայքարել հանուն նրա, ասում են ներկաները։ Մեր բոլոր հայտարարություններով եւ գործողություններով մասնակցել ենք եւ եղել ենք ժողովրդի կողքին այս շրջանում, գիտակցելով հանդերձ, որ մենք հերթական չընտրությունից հետո հայտնվելու ենք քաղաքական փակուղու մեջ։ Փաստաթուղթը սակայն ենթարկվեց փոփոխությունների եւ համապատասխանեցվեց ներկա իրավիճակին ու գրավոր ձևով ներկայացվեց Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանին։ Մեր ձևակերպումներից որոշ արտահայտություններ եւ մտածողության որոշ տարրեր դուք արդեն լսել եք նրա ելույթներում, ասում է նախախորհրդարան նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասյանը։ Սակայն այն պատկերացումը, որ մենք ունենք այս քաղաքական փակուղուց դուրս գալու համար, շատ հստակորեն տարբերվում է եւ այն ձևաչափը համագործակցության, որը մենք ենթադրում ենք, որ պիտի տեղի ունենար այս 2 ամսվա ընթացքում եւ այն ձևաչափը, որով մենք աշխատում ենք, հստակորեն մենք արտահայտեցինք մեր վերջի հայտարարության մեջ, որ ապրիլի 9-ից հետո մենք ոչ թե դադարեցնում ենք մեր համագործակցությունը, այլ մենք նոր ձևաչափ ենք ենթադրում հարաբերությունների։ Ապրիլի 9-ին ինչ տեղի ունեցավ ամենավատը, այսինքն հերթական անգամ մեր ժողովուրդը պատրաստ էր ապստամբելու եւ այդ իր էներգիան ուղղորդելու դեպի ճիշտ ուղի, որի արդյունքում մենք պատկերացնում ենք ոչ միայն իշխանափոխություն, այլ նաեւ առաջին հերթին համագարկափոխություն։ Ապրիլի 9-ից հետո մեր համար Հայաստանում ստեղծված է մի այլ իրավիճակ։ Եթե մինչև ապրիլի 9-ը մենք նախախորհրդարանի շրջանակներում մեր ռազմավարական ծրագրի հետ կապված ունենք որոշ պատկերացում քայլերի հաջորդականության եւ ինչ որ ժամանակակրական ընթացքի մեջ, այժմ մենք հասկանում ենք, որ այլևս մեր քայլերը մենք պետք է արագացնենք։ Նկատելի է, որ նորից կա շարժում առանց ծրագրի, առանց տեսլականի այդ նոր Հայաստանի, իսկ ըստ մեզ այդ տեսլականի ներկայությունը անհրաժեշտ պայման է, որովհետեւ մենք չկրկնենք այն սխալները, որ եղավ 88 թվականին եւ հերթական խումբը չգա իշխանության, ուղղակի վերևից այսպես թելադրելով իր կամքը
եւ առանց որևիցե վերահսկողության ներքևից։ Պետք է նոր Հայաստան, պետք է կառավարման նոր համակարգ ծառայապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ներկա համակարգը դատապարտված է քայքայման եւ հղի անկանխատեսելի հետևանքներով։ Այսօրվա իշխող բուրգը, կառավարման բուրգը, անգախ մենք դա կփորձենք սասանել թե ոչ, նա ինքնապլուզման ընթացքի մեջ է։ Այսինքն մենք այսօր խնդիր ունենք միջև նրա բլուզումը նորի ստեղծմանը եւ եթե մենք չենք ստեղծելու միջև նրա բլուզումը, ապա մնալու ենք փլատակների տակ։ Իսկ փլատակների տակ նշանակում է մեր պետականության կորուստ։ Հայաստանում ընդամենը ադմինիստրացիա է գործում, որը սպասարկում է արտաքին շահերը եւ իր սեփական շահերը եւ սեփական ժողովրդի շահերը չի սպասարկում։ Եվ այն մեխանիզմը, որը բացակայում է Հայաստանում, սեփական ժողովրդի շահերը թարգմանող մեխանիզմն է, որը պիտի լինի իշխանությանը ուրեմն սեփական շահերով ստիպել առաջնորդվել։ Սա է հիմնական ախտորոշումը։ Ըստ նախախորհրդարան նախաձեռնության անդամների ու Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի, իրենք պատրաստ են համագործակցության ցանկացած ուժի հետ, որը կկիսի իրենց գաղափարներ ու կկանգնի իրենց կողքին։ Ապրիլի 9-ով Ժիրայր Սեֆիլյանն ասում է, ոչինչ չի սկսվել, ոչինչ էլ չի ավարտվել։ Մայիսին Երևանում կազմակերպելու է մեծ հանրահավաք, որի ժամանակ էլ խոսվելու է իրականացվելիք նոր քայլերի եւ պայքարի նոր ձևերի մասին։ Արմեն Հումինասյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական դիրքում հրաձենային վիրավորումից սպանված ժամկետային զինծառայող 19-ամյա Ռաֆի Մարաշլյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով։ Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։ Այս տեղեկությունն Ազատություն ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, խոստանալով ավելի ուշ հրապարակել լրացուցիչ մանրամասներ։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ Ռաֆի Մարաշլյանը ապրիլի 19-ին դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ու տեղում մահացել։ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 գրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է։ Առաջնագծի ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Ապրիլի 19-ի երեկոյան փլուզում է գրանցվել Աշոցքում, փլվել է 4 հարկանի բազմաբնակարան շենքի առաջին մուտքի աստիճանավանդակը։ Ելնելով դեպքի պահին արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության տեղում կատարած մասնագիտական ուսումնասիրության եզրակացության արդյունքից օպերատիվ տարհանման հրահանգ է տրվել։ Փրկարարների օգնությամբ շենքից անվնաս դուրս են բերվել տներում մնացած բնակիչները։ Աշոցքում Շիրակի մարզային փրկարարվարչության աշխատակիցների հետ համատեղ աշխատանքներ են իրականացրել նաև Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատը։ Տեղում է եղել նաև Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետարաշինարարական բաժնի պետ Էդուարդ Սիմոնյանը։ Ընդհանուր թվով 9 բնակիչ է տարհանվել։ Մյուսները ընդդիմացել եւ իրենց կամքով մնացել են ամեն վարքյան հիմնական փլուզման ենթակա կիսավեր շենքում։ Իմ տղասեիչ է ներկև, լավյոր տեկարս հազիվ ճվացել է, թե դու սարի, թե չէ պատը բդիկար երեխու վրա։ Տնից է իշնում ընգերոջս հետ, մեկ է պատը սկսեց շարժվել է, ընգերեսավ ձերըտ կից պատին, ես կծեցի ինքը պախավ ձերիս տագով, հետո ես ձերս կաշեցի ու կողի կաշվա, պես պատը եկավ ծած աշտեն։ Լավյոր երեխեն շուդի ճավար։ Եդևից բլատ։ Իմ տունս է բլել, անմիջապես իմս է բլած, ուր գնամ։ Փլուզվել է 4 հարկանի 60-ական թվականների կեսերին կառուցված շենքի երկրորդ մուտքի առաջին հարկի աստիճանավանդակների կից պատը մոտ 4-ից 5 քառակուսի մետր քարերով։ Աշոցքի առաջին փողոցի առաջին անցման 3-րդ շենքն է փլուզվել։ Այս բնակիչներից յուրաքանչյուրը կարող էր հայտնվել քարերի տակ։ Բարեբախտություն է, որ այս անգամ եւս զոհեր չեղան, նրանք հնարավոր մահից խույս են տվել նաեւ 2012 թվականին։ Ստիս մեկ տարի առաջ նույն պատկերն եղավ են կողքի պատեզը, մենք մեր ուժերով սարքեցինք, բայց էլի վիճակի չենք։
Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուի որոշումը օպերատիվ տարհանումն է, որն իրականացվեց մեծ դժվարությամբ, խնդիրը ոչ թե մասնագիտական, այլ հոգեբանական էր։ Տարանվում են բնակիչները շատ դժվարությամբ չէին ամբողջվում, դեռ տարվան բացատրական աշխատանքներ, նաև ես մյուս ծառայություններն էլ ուրեմն այդ հարցում ակին օգնեցին, իսկ մյուս մուտքի հարցը դժվար է, հիմիկվա պահով մյուս մուտքի ժողովուրդը չեն տարահանվել։ Մյուս մուտքում մնացել են, չեն դուրս գալիս, մյուս վտանգավոր է, իհարկե ամբողջ չենք 4-րդ աշճանի վտարային։ Դուրս չգալ իր պատճառը ունի պատգարակով մի կերպ փլուզված բնակարանից դուրս հանված Սվետլանա Վարդանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ գնալու ոչ մի տեղ։ Այսպես հիվանդ ուր ես տամ ինչ եմ աղջիկան։ Օրինակ ուրիշ եմ, ուր գնամ։ Ուր գնամ։ Պատկարակով իջեցրին մեքենան նոր, անգողնային հիվանդ։ Ճշում ունի, շաքար ունի։ Սամոքսը ցավն է, կուրսկը խանած, վիրահատված։ Հիմա մեքենայի մեջ պարկած է։ Ես եղանակին ես ուր տանիմ, 80 տարեկան կնիկ տունը պարկած 10 օր առաջ եմ հիվանդանոցից բերել։ Մարզպետարանի պատասխանատուն առաջարկում է բարեկամի տանը մնալու տարբերակը մինչև այլ ուսումնասիրություններ կատարվեն ու շենքը ենթարկվի ուժեղացման վերականգնման, նույն միտքը նաև համայնքապետն է առաջ քաշում։ Մենք հնարավորություն չունենք տեղավորելու մարդկանց, չունենք բնակարան, բացարձակ հնարավորություն չկա, անպայման միակ ելքը բարեկամների տունը յոլա գնալու մինչև տեսնենք ինչ։ Ես բարեկամի տուն, վաղը տեղական ամրացում կկատարենք շենքի, որը հնարավորություն կտա ժամանակավոր ավրելու համար, հետագա շենքի ճակատագիրը որոշելու։ Թե փլուզված եւ հիմքից թուլացած շենքը ոնց են ուժեղացնելու, ամրացնելու, հավանաբար միայն պատասխանատուին է հայտնի։ Նա սակայն վստահեցնում է, որ ամեն ինչ արվելու է մարդկանց անվտանգությունը ապահովելու համար։ Այս շենքը կառուցվել է 60-ականներին եւ 2007 թվականին Հայ Գյուղշին նախագիծ Փակbaşնետիրական ընկերության կողմից կառույցի դիտակորցիկային զննման վերաբերյալ եզրակացությամբ ճանաչվել 4-րդ աստիճանի վթարայնության։ Բնակիչներն ու համայնքապետը հնարավոր բոլոր կառույցների դռները տարիներ շարունակ թակել են, համայնք այցելած երկրի ղեկավարներին, անգամ նախագահին իրենց վախի դարդ ու ցավի մասին պատմել։ Անձամբ նախագահի հետ անցյալ տարի ինձ հետ հանդիպել է հենց հանդիման ժամանակ։ Ասել եմ, ցելը հարց չկա, ձեր շենքի հարցը կլուծենք։ Դրանից հետո փոխնախարարի շինարարության նամակ է ուղարկել, որ ձեր շենքը 3-րդ կարգի է, վտարային է։ Բայց ինքը մինչև այդ չի պատկերացնում, որ 4-րդ կարգի տված է 4-5 տարի առաջ։ Այսքան բողոքելուց հետո ոչ մի օգնություն չենք ստացել, ոչ մի թեկուս գանդնային գոնե ինչ որ բանով օգնեն մեզ։ Թե Շիրակի մարզի Աշոց համայնք ղեկավարների ուշադրության որ կենտրոնում է եղել տարիներ շարունակ, այս պատկերից դատելը դժվար չէ։ Շիրակի մարզպետարանի պատասխանատուն ասում է, իրենք խնդրին ծանոթ են ու քայլեր ձեռնարկում են։ Մարզպետարանի կողմից կազմված միջնաժամկետ ծախսային ծրագրում ընդգրկվել է 2014 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրում, որը վերանորոգման ամրացման աշխատանքներ կատարելու համար։ Բայց որ շենքը ամբողջությամբ փլուզվի, սրա նմանությամբ էլ մնացած վթարավտանգները այլևս կարճաժամկետ ծրագրերի իրականացումը հարցի լուծում չի լինի։ Կպահանջվի ավելի լուրջ մոտեցում եւ հոգացավ վերաբերմունք։ Համայնքապետ Արթուր Ալոյանը ասում է, 88-ի աղետի ժամանակ 20 փլված շենքի դիմաց որևէ շինություն համայնքում չի կառուցվել։ Արմենուհի Մինասյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Որոշ լրատվական կայքերի փոխանցմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստերից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել տուժող կողմի եւ ամբաստանյալի միջև, ինչն ավարտվել է դանակահարությամբ։ Ազդարար լրատվականի հարցմանի պատասխան Շիրակի մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանը նշել է, որ այդ դատական նիստի ժամանակ իսկապես միջադեպ եղել է։ Դատախազը միաժամանակ հերքել է դանակահարության մասին լուրերը։ Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նորություններ միջազգային լրահոսից Միացյալ Նահանգներում ոստիկանությունն ավարտել է լայնածավալ գործողությունները։ Բոստոնյան մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության երկրորդ եւ վերջին կասկածյալը ձերբակալվել է։ Ահաբեկիչը պարանոցի եւ ոտքերի հատվածում լուրջ վնասվածքներ է ստացել։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։ Հստակ չէ, թե երբ է Ցառնաևը վիրավորվել։ Հակասական են ահաբեկիչ եղբայրների մինչ Միացյալ Նահանգներ տեղափոխվելն ապրած կյանքի մասին տեղեկությունները։ Ծնվել են Ղրղստանում, մի պահ ապրել Ղազախստանում, ապա Ղազախստան։ Հայտնի է, որ չեչեն երիտասարդները Միացյալ Նահանգներ տեղափոխվել են Թուրքիայից։ Այդ փաստը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։ Նրանք ապրել են Թուրքիայում 2003 թվականին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հանդես է եկել Թուրքիայում մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարումները քննադատող զեկույցով, որտեղ 48 էջ է հատկացվել մարդու իրավունքների իրավախախտումներին։ Պետքարտուղարության նիստը գլխավորել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավար Ջոն Քերին, ով հրաժարվել է այն հետաձգել Բոստոնի դեպքերի պատճառով։ ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատելի է համարել այն հանգամանքը, որ Թուրքիայի վարչապետը եւ մյուս քաղաքական գործիչները դատական գործեր են հարուցում իրենց քննադատողների նկատմամբ։ Զեկույցում խոսվել է նաեւ Թուրքիայում սոցիալապես անապահով խավերին անպաշտպան թողնելու, երկրի հարավ-արևելքում քրդերի, ինչպես նաև գյուղացիների եւ աշակերտների նկատմամբ հաճախ բռնի ուժ կիրառելու վերաբերյալ։ Չինաստանում տեղի ունեցել հզոր երկրաշարժ, կան 100-ից ավելի տուժածներ։ Չինական լրատվամիջոցների հրապարակած տվյալների համաձայն Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 156-ի։ Վիրավորների թիվը մոտենում է 6000-ին, 330 մարդ լուրջ վնասվածքներ ունի։ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժին հաջորդել էին առավել փոքր հզորությամբ ստորգետնյա ցնցումները։ Ընդհանուր առմամբ տուժածների վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար թարմացվում են։ Երկրաշարժը զգացել է շուրջ 38000 մարդ։ Տուժած տարածքներում ընթանում են լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ։ Աղետի կոտի է ժամանել Չինաստանի պետխորհրդի վարչապետը։ Լուշան շրջանում խափանվել է էլեկտրամատակարարումը եւ հեռահաղորդակցությունը, փլվել են շենքեր, տեղի են ունեցել սողանքներ։ 2008 թվականին հիշեցնենք նույն Սիչուան նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել ու անհետ կորել էին ավելի քան 87000 մարդ։ Տարբեր պետություններ արդեն հայտարարել են, որ պատրաստ են օգնել Չինաստանին աղետի հետևանքների վերացման հարցում։ Նարա Մելքոնյան, Ազդարար։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին հարձակվելու է Լիբիայի հանգուցյալ ղեկավար Մուամար Քադաֆիից 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում 50 միլիոն եվրո վերցնելու մեղադրանքով, ինչպես նշում է Daily Mail-ը, այս գործով հետաքննությունը սկսվել է, երբ լիբանանցի գործարար Զիադ Տակինդինը հայտարարել է, որ վերը նշված գումարը Սարկոզիին է փոխանցվել իր միջոցով, թեև Սարկոզին հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները, սակայն փաստն ապացուցող մի շարք փաստաթղթեր կան։ Բացի դրանից Քադաֆիի ավագ որդին Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին եւս պնդում է, որ հայրը Ֆրանսիայի նախկին նախագահին 50 միլիոն եվրո է փոխանցել քարոզարշավի համար։ Ֆրանսիական օրենսդրության համաձայն նախագահի թեկնածուներին չի թույլատրվում 7300 եվրոից ավելի նվիրատվություն ստանալ։ Սիրիայում ՄԱԿ-ի եւ արաբական պետությունների հատուկ ներկայացուցիչը Լահդար Բրահիմին ուրբաթ օրը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից եւ կշարունակի աշխատել սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Արաբական լրատվամիջոցների տվյալներով պատվիրակը կշարունակի կատարել իր աշխատանքը ապագա 3 ամիսների ընթացքում, հաղորդում է ԻՏԱՐ-10-ը։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը հայտնի էր դարձել, որ Բրահիմին մտադիր է հեռանալ արաբական պետությունների լիգայից եւ անցնելով սիրիական ընդդիմության կողմը մնալ ՄԱԿ-ի պատվիրակը։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, Բրահիմին ենթադրում է, որ ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի կարգավիճակը թույլ կտա իրեն չեզոքություն պահպանել։ Միջազգային լուրերի հետևեք նաև տեսաշարով։ Սերբիան եւ Կոսովոն երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորող համաձայնագիր են ստորագրել։ Ըստ համաձայնագրի կողմերը չեն արգելափակի միմյանց մուտքը Եվրամիություն, իսկ հյուսիսային Կոսովոյում բնակվող սերբերը կունենան սեփական ոստիկանությունը եւ վճռաբեկ դատարանը։ Համաձայնագիրը ստորագրել են Սերբիայի եւ Կոսովոյի վարչապետերը, բանակցություններին հետևել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը։ Բրյուսելն իր հերթին հայտարարել է, որ Սերբիայի հետ կսկսի Եվրամիության անդամակցության բանակցությունները, եթե վերջինս դադարեցնի փաստացի վերահսկողությունը հյուսիսային Կոսովոյում։ Կոսովոն միակողմանի անկախացում էր հայտարարել 2008 թվականին եւ շուրջ 100 երկիր ու կազմակերպություն արդեն ճանաչել է Կոսովոն, որոնց թվում սակայն Սերբիան չկա։ Արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ արդեն գրում են, որ այս համաձայնագրով Սերբիան դե յուրե ճանաչել է Կոսովոն։ Պակիստանում դատարանը 14 օրով երկարաձգել է նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆի կալանքի ժամկետը։ Մուշարաֆը Իսլամաբադի դատարան էր բերվել ոստիկանության ուժեղացված հսկողությամբ, նույն ուղեկցությամբ էլ նրան հետ են տարել ոստիկանության վարչության շենք, որտեղ նա արդեն անցկացրել է գիշերը։ Այնտեղ նրան առանձին սպայական սենյակ է հատկացվել։ Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի առավոտյան Մուշարաֆը ներկայացել էր Գերագույն դատարան հերթական անգամ գրավի պայմանով ժամանակավորապես ազատության մեջ գտնվելու հնարավորություն ստանալու համար, սակայն դատարանը նրան կալանավորելու որոշում էր ընդունել։ Գեներալը բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ դատարանից փախել էր Իսլամաբադի մոտ տեղակայված իր կալվածք։ Ապրիլի 19-ի առավոտյան էլ նա ձերբակալվել ու դատարան էր բերվել, որն էլ նրան կալանքի տակ էր առել։ Մուշարաֆը մեղադրվում է 2007 թվականին արտակարգ իրավիճակի ժամանակ մի քանի տասնյակ դատավորների անօրինական ձերբակալության մեջ։
Ապրիլի 20-ը Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրն է։ Հիտլերի մասին գրվել են հազարավոր էջեր, պատմաբաններ, քաղաքագետներ, փիլիսոփաներ եւ գրողներ շարունակում են անդրադառնալ նրան, փորձելով հասկանալ ֆյուրերի ֆենոմենը։ Ինչպես նշում է Եվրոմեգը, այդուհանդերձ քիչ չեն նրանք, ովքեր սիրով են նշում Հիտլերի ծննդյան օրը եւ այդ կապակցությամբ հատուկ միջոցառումներ իրականացնում։ Թեև միջոցառման կազմակերպիչները, որոնց շարքում շատ են ձախակողմյան ծայրահեղականները, պնդում են, որ համաժողովի անցկացման օրը պատահաբար է համընկել Հիտլերի ծննդյան օրվա հետ, սակայն շատերը վստահ են, որ դա հատուկ է արվել։ Որոշ վերլուծաբաններ կոչ են անում իրավապահ մարմիններին թույլ չտալ այսօր կայանալիք համաժողովի անցկացումը, հաշվի առնելով վերջերս Գերմանիայում մեծ թափ առած նացիստական սկանդալների թիվը։ Ռուսական Admi.ru կայքը ֆյուրերի ծննդյան օրվա կապակցությամբ ուշագրավ ֆոտոշարք է հրապարակել, ներկայացնելով բացառիկ արխիվային լուսանկարներ ժամանակագրական հաջորդականությամբ։ Կրկին տեղի նորություններից Prof Production-ը Ցայք հեռուստարադիոընկերության հետ համատեղ կազմակերպել է հանդիպում սիրված ու անվանի երաժիշտ երգահան Արա Գևորգյանի հետ։ Նմանօրինակ հանդիպումներ անվանի մարդկանց հետ արդեն 1 տարուց ավելի է, ինչ կյանքի է կոչվում շնորհիվ այս համագործակցության։ Հանդիպումը տեղի ունեցել Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում։ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի ողջույնով կայացավ Արա Գևորգյանի եւ հանդիսատեսի հանդիպումը, որը կազմակերպվել էր Prof Production-ը եւ Ցայք հեռուստարադիոընկերության հետ համատեղ։ Նպատակը Գյումրի բերել են մարդկանց, որոնք ներկայացնում են ժամանակակից արվեստի գոհարները, որոնք որ կրողն են ժամանակակից արվեստի, արվեստագիրներն են այս երկրի ու նրանց փորձել հաղորդակից դարձնել գյումրեցիների հետ։ Արա Գևորգյան, հայ, ով հայտնի է աշխարհում, հայ, ով բազմաթիվ բեմերից է հնչեցրել Հայաստանի ու հայի անունը, երաժիշտ երգահան, ով նվագել է աշխարհահռչակ երաժիշտների հետ։ Արա Գևորգյան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ում գնահատում եւ սիրում են բոլորը։ Այս անգամ նա ոչ թե նվագեց, այլ իր հանդիսատեսի հետ զրուցեց, պատմեց իր կյանքի ու գործունեության մասին մտերմիկ ու անմիջական մթնոլորտում։ Եվ ինձ համար եւ հեռուստաընկերության համար, Ցայք հեռուստաընկերության համար շատ կարեւոր է քաղաք հրավիրել ոչ թե 1-2 կլիպ ունեցող երգիչների, որոնք կհավաքեն դահլիճներ, այլ քաղաք հրավիրել են մարդկանց, որոնց ներկայացումը արդեն իսկ պատիվ է մեզ։ Արա Գևորգյանը ծնվել է 1960 թվականի ապրիլի 19-ին։ Ծննդյան այս մեկ օրը, ինչպես ինքն է նշում, ընդմիշտ կմնա հիշողության մեջ, քանի որ այն անցկացրեց գյումրեցու հետ։ Գյումրին իսկապես Հայաստանի Հանրապետությունում շատ եզակի միջավայր է, մի տարածք է, որտեղ ծնվում են իսկապես հերոսներ, ծնվում են մշակութային գիգանտներ։ Իր սիրելի քաղաքում երաժիշտն ուզում է համերգային մեծ ծրագրով հանդես գալ, որը լինելու է անվճար, այնպես ինչպես իր բոլոր համերգներն են Հայաստանում անցկացվում։ Կգամ այն ժամանակ, ինչքան հրավեր ունենամ։ Պարզապես եթե հնարավոր լինի տեխնիկական հարցերը կարգավորել, ես ամեն ինչ անում եմ մեր երկրում սիրահոժար։ Արա Գևորգյանը մշտապես երաժշտության եւ հոգեվորի շրջապտույտում է եղել։ Իր մասին խոսել սակայն դժվարանում է։ Շատ դժվար է ես ինքս ինձ բնութագրեմ, համենայն դեպս սուտ խոսել չեմ սիրում, սուտ խոսաններին չեմ սիրում, ավել պակաս խոսացողներին չեմ սիրում, ես սիրում եմ գործել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա մեր հարցազրույցի համար, դուք ինձ տվեցիք մի հարց եւ ստիպեցիք, որ ես ասեմ ով է Արա Գևորգյանը։ Ահա ով է Արա Գևորգյանը։ Աշխարհում մեղր չեն բաժանում, ասում են նա, այս կերպ բնորոշելով իր հաջողությունը։ Եթե բոլոր արվեստագետները մտածեն, որ անեն մի բան, որ ուրիշը չի անում, հաստատ կգտնեն։ Մեր ամբողջ աշխարհում ամեն ինչ արված ավարտված չի։ Ավելի քան 80 գործ ունի, աշխատում է ու դեռ պետք է աշխատի։ Անելիքներն են շատ, ասում է երգահանը։ Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերի հետ է համագործակցել։ Սրանով սկիզբ է դրվել Ադանա սկավառակի ստեղծմանը։ Այսօր 20 լեզվով 20 կատարում կա։ Ուզում եմ այդ 20 լեզվով երգը դարձնել 15, որպեսզի սիմվոլիկ դառնա 15 թիվ 15 երգիչ, միևնույնն է արդեն ակցիան կատարված է, որ երգեն ցեղասպանության երգը։ Արա Գևորգյանն ամեն ինչ անում է համայն մարդկությանը հայոց ցեղասպանության մասին իրազեկելու համար։ Հայրենասեր է, երբեք չի մտածել եւ չի էլ ուզում մտածել Հայաստանից հեռանալու մասին։ Ապրում ու ստեղծագործում է իշա հայ ազգի։ Լիլիթ Մուրադյան, Նազելի Էլբակյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։
Մարզական մեկնորություն որոշակի ընդմիջումից հետո նորից իր դռներն է բացել Գյումրու մարզահամալիրի ծածկած լողավազանը։ Տնօրինությունը համոզված է, որ շատ արագ իրենց առաջատար սաները կմտնեն համապատասխան մարզավիճակի մեջ, քանի որ առջևում Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններն են։ Հատկապես մեծ են սպասելիքները աղջիկների քարյակից։ Վերջին անգամ մեր հեռուստաընկերությունը Գյումրու մարզահամալիրի ծածկած լողավազանում նկարահանումներ էր կատարել հունվարի 11-ին, որտեղ ընթանում էին մասնակի նորոգման եւ ներքին հարդարման աշխատանքներ։ Իսկ ներկայումս մարզադպրոցը շնորհիվ տնօրեն Վարազդատ Ոսկանյանի եւ մարզչական հանրույթի նպատակային աշխատանքի գյումրեցիներին ներկայանում է թարմացված ու նորովի։ Այդուհանդերձ շինարարական հարմարությունները մղվեցին հետին պլան, քանի որ առաջատար լողորդները մարզումներ էին անցկացնում նախապատրաստվելով նոր մրցաշրջանին։ Ուսմասվար Պետիկ Աբգարյանն արդեն մտածում է առաջիկա արդյունքների մասին, չբացառելով, որ լավ մարզումների պարագայում ժամանակավոր պարապուրտը կարող է իրեն զգացնել չտալ։ Նոր մարզումների մասին կարող եմ ասել, որ շնորհավորում ենք բոլորին, ամբողջ մեր ազգաբնակչությանը, որովհետև ընդանուր շատ մեծ վերանորոգումից հետո վերսկսվել է մեր դպրոցի աշխատանքները։ Արդեն երրորդ օրն է մարզումները սկսվել են, հավաքական թիմը նորմալ հունով կատարում են մարզումները, որովհետև ունենք ապրիլի 25, 26, 27-ին մասնակցելու ենք Հայաստանի առաջնությանը եւ հույսով ենք, որ սրանից հետո առանց արձակուրդների, առանց դատարելու մեր աշխատանքը լողավազանը կաշխատի երկար տարիներ։ Հատկապես մեծ են սպասելիքները Հասմիկ Հակոբյանից, Անի Ավետիսյանից, Օվսանա Պապիկյանից եւ Սեդա Սահակյանից։ Հասմիկը հանրապետական մրցասպարեզներում միշտ էլ փայլել է 50, 100, 200 մետր ազատ լողավոճերում եւ հիմա էլ պատրաստվում է ապացուցել իր բարձր կարգը, միաժամանակ նպատակադրվել է լրացնել սպորտի վարպետի նորման։ Մասնակցելու եմ Հայաստանի մեծահասակների առաջնությանը, շատ հույսեր ունեմ, հույս ունեմ նաեւ, որ լրացնելու եմ այս տարի սպորտի վարպետի նորման եւ բացի դրանից ինձ եթե սեպտեմբերի մրցումներին ավելի լավ պատրաստվեմ, հույսեր կան, որ կարող եմ մասնակցել Եվրոպայի մրցումներին։ Սպորտի վարպետի նորման ցանկանում է լրացնել եւս մեկ մարզուհի Անի Ավետիսյանը։ Նա իրեն հավասարը ունի 100 մետր բռաս եւ 200 մետր համալիր մրցաձևերում։ Անին հավակնոտ մարզուհի է եւ ձգտում է առավելագույնին, միշտ առաջ նայելով։ Այս երկու շաբաթվա ընթացքում պետք է մարզվենք, որ մրցումներին 26-ից 28-ը լավ հանդես դուրս գանք։ Նաեւ թիմային լողավոճում ենք փորձում պարապել, որ աղջիկներով նվաճենք առաջի տեղը։ Եվ ինչ վերաբերվում է իմ անձնական մրցայելույթում, փորձում եմ ավելի լավ պարապել, որպեսզի նպատակներ ունեմ այս տարի լրացնելու սպորտի վարպետի նորման, բայց այս ապրիլի մրցումներին դեռ երկու շաբաթը բավական չի, որ պարապեմ սպորտի վարպետի նորմային, այդ իսկ պատճառով սեպտեմբերի մրցմանը ես ամեն ինչ կանեմ։ Տնօրեն Վարազդատ Ոսկանյանը կարևորում է մանկապատանեկան հերթափոխի ներկայությունը։ Հիմա արդեն դեռահաս լողորդներ կան, որոնք աչքի են ընկնում իրենց հասակակիցների մեջ արագությամբ եւ ֆիզիկական լավ տվյալներով։ Այդ մարզիկներն են Կարեն Երանոսյանը, Վահագն Մինասյանը, Գևորգ Աթոյանն ու Կարեն Մինասյանը։ Այս տարվա սեպտեմբերին հասկացվելու է Հայաստանի երիտասարդական առաջնությունը եւ վստահություն կա, որ նրանք անմասն չեն մնա մեդալներից։ Իսկ մարզումներն անցկացնում էր մեր նկարահանումների պահին մարզիչ Հովանես Մելքոնյանը։ Սամվել Աղանյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Սա մեր թողարկման վերջին լուրն էր, նորությունների կարող եք հետևել նաև այցելելով 3w.am ինտերնետային կայք։ Հաջողություն եւ ամենայն բարիք։